Հունիսի 14-ին տեղի ունեցավ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի Նուբարաշենի բաժանմունքի նորակառույց շենքի բացումը, որին մասնակցում էին ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր։ Նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությանը հաջորդեց օրհնության կարգ, իսկ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսպես արժևորեց ոստիկանության նորոգման ընթացքը։ Ոստիկանատուն նորոգված ամնաց, որ մենք դարձի գանք արմեր խիղճ, արմեր աստված, դարձի գանք ու գնանք ճշմարիտ ոստիկանական ուղով։ Մեր մասնագիտությունն այնպիսի մասնագիտություն է, որ մենք շատ մարդասեր պետք է լինենք, որովհետև շատ անմարդասեր մարդկանց հետ ենք շփվում, որպեսզի մենք չկարծրանանք, չդառնանք այդպիսիները։ Ոստիկանության բարեփոխումների ծրագրի կարևոր ուղղություններից մեկը ծառայողների աշխատանքային պայմանների բարելավումն է, ոստիկանության բաժանմունքների շենքերի հիմնանորոգումը, նորերի կառուցումը։ Այս ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել։ Բավական է հիշել անձնագրային և վիզաների վարչության ստորաբաժանումների մասնաշենքերի, Քանաքեռ-Զեյթունի, Գյումրու բաժինների, բազմաթիվ հենակետերի նորամուտը միայն վերջին 1.5 տարվա ընթացքում։ Եվ ահա ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքը գալիս է լրացնելու այդ շարքը, որը դեռ աճելու է, ընդգրկելով ողջ համակարգը։ Ոստիկանության պետը շրջեց նորակառույց շենքում, ծանոթացավ աշխատանքային պայմաններին, դրական գնահատեց առանձնասենյակների, անձնագրային խմբի սպասարկման սրահի հարմարությունները, հերթապահ մասի հագեցվածությունը, զրուցեց աշխատակիցների հետ և տվեց ցուցումներ ու հանձնարարականներ։ Ոստիկանության աշտարակի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի բնակիչ 1945 թվականին ծնված Միշա Շավարշի Ավետիսյանը, որը հունիսի 5-ին ժամը 11-ի սահմաններում տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել։ Ովքեր տեղեկություն ունեն Միշա Ավետիսյանի գտնվելու վայրի վերաբերյալ, խնդրում ենք դիմել ոստիկանության աշտարակի կամ մոտակա բաժին։ Ըստ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի հունիսի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10, կողոպուտի 1, խուլիգանության 2 և խարդախության 6 դեպքերն էլ բացահայտվել են։ Բացահայտվել է նաև գողության 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ «2013 թվականի 5 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է 301 վրաերթի դեպք, որոնց հետևանքով 41 մարդ մահացել է, 382-ը ստացել տարբեր մարմնական վնասվածքներ, այդ թվում 52-ը մինչև 16 տարեկանների վրաերթերի դեպքեր են, որոնց հետևանքով 1-ը մահացել է, 52-ը ստացել մարմնական վնասվածքներ։ Հունիսի 10-ին ոստիկանության բարեկապահակետային ծառայության գնդի 5-րդ հատուկ գումարտակի աշխատակիցները մայրաքաղաքի Մոսկովյան և Բայրոնի փողոցների խաչմերուկում էին, ծառայություն էին կատարում։ Ժամը 23:30-ի սահմաններին մոտեցանք Մոսկովյան փողոց բարեկային ավտոմեքենայով և մեքենայից նկատեցինք 2 միջին տարիքից բարձր քաղաքացիների, որը մեկը մյուսին ինչ-որ մի բան էր ցույց տալիս վերնաշապիկի տակից։ Դա մեզ կասկածելի թվաց։ Մոտենալով քաղաքացիներին ներկայացանք, խնդրեցինք ցույց տալ իր մոտ գտնվող կասկածելի իրը, հայտնաբերվեց նրա մոտից 1915 թվականի արտադրության նագան տեսակի ատրճանակ, լիցքավորված մարտական փամփուշտներով։ Նրա մոտից հայտնաբերվեց նաև գաղտնի փականող ֆիքսվող դանակ։ Նրանց հայտնաբերված իրերով հանդերձ անմիջապես ներկայացրեցինք ոստիկանության կենտրոնականի բաժին։ Բերման ենթարկվածները Մուշեղ Սահակյանն ու Արմեն Իսահակյանն էին։ Ոստիկանությունում կասկածյալներից Սահակյանն իր բացատրությունում նշեց, որ հայտնաբերված դանակն իր մոտ պահում է կենցաղային նպատակներով, իսկ ատրճանակը գտել է իր հայրական տնից և պահում է մոտը, որ ցույց տա ընկերներին։ Հայտնաբերված թմբուկավոր ատրճանակը, փամփուշտներն ու դանակը արգելավվել են, նշանակվել են փորձաքննություններ, նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության կենտրոնի քննչական բաժին։